Բարև ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք, գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կանանավորել են, դուք տեսել եք այդ կադրերը, այդ պատկերը, եւ հենց նոր տեղեկություն եկավ, որ պարոն Ծառուկյանի մոր վիճակը կտրուկ վատացել է։ Խնդրեմ ես խայտարակությամբ ես ամոթի ես ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ այլ թեմաներ ունեիք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ։ Նախ Տիկին Ծառուկյանին մաղթում եմ քաջ առողջություն, ես նրան շատ հարգում եմ, ցանկանում եմ, ուզում եմ կոչ անել Տիկին Ծառուկյանին, որ իրան ամուր պահի, ամեն ինչ կուղվի, անցնենք առաջ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող դաժանությունները եւ այս ապօրինությունները անթույլատրելի են։ Ես ճանաչելով Գագիկ Ծառուկյանին, այսպես ասեմ, ես չեմ կարող չասել այն, ինչը իրականում կա, չեմ կարող չասել այն, ինձ ոչ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն են խնդրել, որ ես ինչ-որ բան խոսեմ, ոչ ինչ-որ մեկն է խնդրել, անկախ տարիներ առաջվա եղած փոքրիկ աշխատանքային անհամաձայնությունից ես Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ, Գագիկ Ծառուկյանը հայրենասեր մարդ է, բարերար մարդ է, եւ ես գիտեք Գագիկ Ծառուկյանին այնպես եմ ճանաչում, որ ինքը նույնիսկ իր տուն մտած ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ հյուրընկալ կլինի եւ կադրերից երևում է, որ մտնում են պարոն Ծառուկյանի մոտ, ինքը ժպտում է, սկզբից չի հասկանում ինչա տեղի ունենում եւ այդ 30-40 տարեկան ԱԱԾ-ի աշխատակիցները, ովքեր ես չեմ, նայեք, մարդը, առհասարակ տղամարդը, մի քիչ կունենա տղամարդկային արժանապատվություն։ Դուք մտնում եք լավ, եթե Գագիկ Ծառուկյանը մարդ սպանած լիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այնպիսի արարք արած լիներ, որ դուք իրան տես տապալ էիք ետնին, էլի ասեի, հա, մտնում եք 70 տարեկան մարդու տուն, ով հասարակ մարդ չի, բարերար է, ով այն մարդն է, ում մի քանի օր առաջ, մի 10 օր առաջ 60,000 ձենը փոշիացրեցիք, հետո Խաչատուր Սուքյասյանի ու մնացածի միջոցով ուզեցաք Գագիկ Ծառուկյանից ստանալ երաշխիքներ, արդյոք ինքը չի գնա այդ ձայների հետևից, որ դուք այս ռեպրեսիաները չսկսեք, ու ի պատիվ Գագիկ Ծառուկյանի ինքը չհամաձայնվեց ձեր ոչ մի առաջարկին, դուք դրա համար այս կապիկությունները ու շոուները սկսել եք։ Հիմա այդ ԱԱԾ-ի աշխատակիցներին եմ ուզում դիմեմ, դուք ձեզնից գոհ եք, որ 70 տարեկան մարդուն 15-20 հոգով նույնիսկ այ ապիկարներ, այ թուլիկներ, մտել եք 15-20 հոգով 70 տարեկան մարդուն սենց ոլորում եք, այնքան պրոֆեսիոնալիզմ նույնիսկ չունեք, սկի չեք կարում գցեք գետնին արա այդ մարդուն, այդ 70 տարեկան մարդը ձեզնից ուժեղ է, այդ 70 տարեկան մարդու վրա չեք կարում մի բան քտնեք, գնացել եք կենթանիների ջանին եք կպե, կոկորդիլոսների հետ եք կռիվ տալի, կոկորդիլոսնա ձեր ԱԱԾ աշխատակցին կծում, չեք կարում տանեք գազանոց, կամ այդ գազանանոցի կենթանիների մեղք վիճակը նայեք հլը, այդ գազանոցի կենթանիներին երեխեքին տանում ենք, որ նայեն ոսկորն ու կաշինա վրեքները մնացե, այդ աղա մարդը, որ այդ առյուծներին օրը 20-25 կիլո միս էր տալի, որ դուք այդ ԱԱԾ աշխատողները, որ սկի իրանց տունը տենց միս կարողա չկարնան ուտեն, վերցնում եք, այդ կենթանիներին, ոչ աշխատանքային պրոֆեսիոնալիզմ ունեք, ոչ գիտեք, որը ոնց են անում, այդ պետքա բոլորը պատասխան տան ու դատվեն են առյուծին եք, որ սատկացրեցիք, որ վրեժ եք լուծում Գագիկ Ծառուկյանից, որ կենթանու միջոցով եք փորձում իրան ցավացնեք, վերցրեցիք պրոֆեսիոնալիզմի զուրկ 0, դեղը չափը տվեցիք 2 անգամ ավել նարկոս, այդ կենթանիները պետքա այդ նարկոս տալու համար, պետքա իրանք հատուկ բաներ կան, էլի պետքա մի օր առաջ քիչ հաց կերած լինի, պետքա իր տրամադրությունները համապատասխան են այդ քնեցնելուն, պետքա դեպրեսիոն վիճակ չլինի, տարիք հետ առյուծի 13 տարեկան առյուծը, որ քնի, էլ ոնց կզարթնի, ասենք ոնց որ գնաք 89 տարեկան կնոջը
քնացնեք 2 անգամ ավել դոզատակ, նարկոստակ, որ իրան օպերացիա անեք։ Լավ, դուք լրիվ շան տղա եք, արա կենթանիներին խիեք, լարել այդ կենթանիների հետևից, խիեք սատկացնում այդ կենթանիներին։ Բա ուր են արա այդ կենթանիների պաշտպանները, Եվրոպայից սնվող, այդ եվրոպական կառույցները, այդ կանանց իրավունքներ, կենթանիների իրավունքներ, մարդկանց իրավունքներ, ժողովրդավարություն, չեք հասկանում, Հայաստանի Հանրապետությունում բոլորի իրավունքները, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր շրջակա միջավայրից, ոտնահարվում են ամենավերջին ձևով։ Այն Արեգնաց Մանուկյանին կանանց իրավունք ասեցի, հիշեցի։ Տարակ անիմաստ տեղը փակեցիք։ Էլի պետական դավաճանության բանով, որ Թևանյան Անդրանիկին ինֆորմացիա է տվել։ Թևանյան Անդրանիկին էլ պետական դավաճան են կարգել։ Իհարկե, ես Թևանյան Անդրանիկին որպես մարդ չեմ սիրում։ Ես իր հետ գաղափարական հակասություններ ունեմ, բայց քանի որ ասում է ճիշտը ճիշտ, սխալը սխալ, այդ մարդուց իշ պետական դավաճան։ Այդ մարդը ընդդիմադիր քաղաքական գործիչ է։ Իրանից Նիկոլին նկատմամբ ներկայացնում է վտանգ, դրա համար պետական դավաճանության գործ է կարում մարդկանց վրա մի մարդ կենթանիների համար Ծառուկյան Գագիկին է բռնում, վիդիցիլի, այդ կենթանիների մասին էլ ոչ մեկ չգիտեր, արա ընտրություններից հետո հենց Ծառուկյան Գագիկը հավաքեց 60,000 ձայն, հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ծառուկյան Գագիկի ձայները կեղծեց ապօրինաբար եւ ստորաբար։ Նախ եւ առաջ այն 4 ընտրատեղամասի ձայները չհաշվելով թքած ունեցավ այդ 4 ընտրատեղամասի մոտ 4-5,000 ընտրողի վրա ուղիղ, այսինքն թու թքեց այդ 4000 հոգու վրա, թող ինձ այդ 4000 հոգին ներեն, այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ է։ Հետո այդ 4000 հոգու վրա թքելով թքեց 60,000 քաղաքացիների ձայնի վրա, նրանց իրավունքի վրա, նրանց ընտրության վրա մի ամբողջ խմբակցություն չթողեց խորհրդարան մտնեն։ Գագիկ Ծառուկյանի վրա ոչ մի կեղծ չկարացավ գտնի։ Կենթանիների պատրվագով Թեբա Կարմիր գրքում կենթանիներ կան, Ծառուկյանը որսացել է, պետքա Ծառուկյան Գագիկին ահացա պատվալ տանենք։ Ինչի համար։ Գելեր են հանում խրտվիլակներ, ներառել են այդ քնչական գործի մեջ, քրեական։ Հիմա դուք գիտեք արա, որ Հայաստանի Հանրապետության օրենքով գայլ խփելու համար գումար են տալիս խփողին։ Այսինքն դա թույլատրված բան է։ Գայլերը վտանգ են հիմա մեր երկրում տենց է։ Ես կենթանասեր եմ, գայլել եմ սիրում, շունել եմ սիրում, մեր երկրի օրենքով, որ դու գայլ ես խփում, 120-130,000 դրամ փող են տալիս, որովհետև գայլեր շատ են, գյուղերում, սահմանամերձ տեղերում մտնում են ոչխար են ուտում, հավ են ուտում եւ գյուղացիներին վնասում են։ Դրա համար գայլ խփելը ընդունված է մեր երկրում, նույնիսկ դրա համար պրեմիա են տալիս, գումար, որ գայլ ես խփում։ Հիմա դուք այդ գայլի խրտվիլակները խիեք տարել այդ մարդու տնից, խիեք այդ մարդու տնից գողություն անում։ Եթե դուք օրենքին չեք տիրապետում, դուք ինչ եք աշխատում, ահա աշխատակիցներ, գործեր կարողներ, չգիտեմ, առյուծ քննացնողներ, դուք ինչի համար եք ամեն մեկը ձեր տեղը աշխատում, որ ոչ մեկը չեք տիրապետում, թե ոնց պետքա այդ գործը, դուք նույնիսկ գործ չեք կարող կարեք։ Ախպեր ջան, այդ գելին այդ գործի մեջ սխալ եք կարել, այդ գելերը այդ գործի մեջ պետք է չլնեին։ Այսինքն ձեզ վերևից ձեր պապան Նիկոլը հրանգը տալիս է, արագ-արագ կարում եք, ոչ թելի գույնն եք նայում, ոչ նայում եք այն ինչը որ կարում եք կպելա թե չէ, ու դուք ձեզ խայտարակ եք անում, բացի խայտարակ անելը դուք մտնում եք շատ լուրջ քրեական գործերի տակ, որը վաղը ձեր վրա հարուցվելու։ Հիմա ես ուզում եմ հասկանամ։ Ես ասացի, որ առյուծների սատկացրեցին մի առյուծին, նայեք ինչ չէ, ուղղակի թեմաները շատ են խոսալու, ես մտովի չեմ կարողանում այս մեկը պրծնեմ, այն մյուսը շարունակեմ։ Հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը ուրեմն ընտրություններում մտավ խորհրդարան, իր ձայները կեղծեցիք, իր հետ կոալիցիա կազմած ժողովրդին բոլորին պետական դավաճանի հոդվածի տակ փակեցիք։ Հիմա ուզում եմ հասկանալ, Գագիկ Ծառուկյանին այդ կենթանիների համար եք, հա դուք տարել ԱԱԾ պատվալ, բա այդ այն մի հատ էլ բաներ կան, նիկոլական, լատենտ նիկոլական լրագրողներ կան, նիկոլական աղբյուրներից սնվող ինչ-որ առանձին կազմակերպություններ կան, մենակ մարդ կազմակերպություններ։ Հիմա այս սրանք էջին Արուսյա Կավկազի ու Ծառուկյանի բանն են գցե 3 տարի առաջվա,
որ պատի վրա այդքան կարմիր գրքի կենթանիներ կան։ Արա այ եթիմներ, դուք 3 տարի առաջ այդ վիդեոն տեսել եք, հիմա եք գործարարություն։ Այսինքն այդ կարմիր գրքի կենթանիները 3 տարի առաջ սև գրքի մեջի կենթանիներ էին, արա, հենց Ծառուկյանը մտավ խորհրդարան, հենց Ծառուկյանի ձեները կեղծեցիք, հենց Ծառուկյանը ձեր հետ չգնաց, չկապնվեց, չդարավ ձեր ընդդիմությունը խորհրդարանում, այդ կենթանիները դառան կարմիր գրքի կենթանիներ։ Նիկոլս էլ կենթանի փրկող մարդ։ Գնում է, ոչ առյուծի տրամադրություն է նայում, ոչ տարիք է նայում։ Կողում է սպռիչը սրսկում են, 2 դոզա քննացնում են այդ 250-300,000 դոլարանոց սպիտակ առյուծին։ Հերանիցում քնցնում են, մեկ էլ ինչ է ստենում։ Այդ քնցնողը ասում է ախպեր, այս առյուծը ունեցել է հոգի խնդիր, ստամոքսի խնդիր, սրտի ճարպակալում, ասում է առյուծի մեջքը ոսկորները ծուռ են եղել։ Արա տոլավ դե առյուծը սրտի խնդիր է։ Այդ 15 տարի է առինջի բանում սարերում ապրում էր։ Օրը 20-25 կիլո միս էր ուտում։ Տաթև Այվազյանը մի հատ սիրուն բան է արել։ Մարդու լաց է գալի իսկականից։ Նայում ես, նեղվում ես։ Այդ առյուծները ընտանիքով որց առյուծը, եկ առյուծը, երեխեքը առյուծ, քոթոթները սիրուն, արա դեմքներից երևում է այդ առյուծները կենթաներ երջանիկ են Ծառուկյանի տան, այդ առինջում։ Ախպեր խի այդ առյուծներին սատկացրիք, արա խի քնցարիք այդ առյուծներին, արա դու ջոգում ես, դու հղիկնիկ սպանում ես, զինվոր սպանում ես, մարդ սպանում ես, ընդդիմադիր սպանում ես, կենթանի սպանը դու մարդա սպան ես, արա դու կենթանա սպան ես, դու քո եթերներից մեկի ժամանակ խոստովանել ես նույնիսկ, որ մի հոգի սպանողը մարդա սպանա, 1000 հոգի սպանողը ականավոր բանա զորավարա դու խոստովանել ես արա անդիմադիր եղած վաղ դա ժամանակ խոստովանել ես դա եւ մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ եթե դուք Գագիկ Ծառուկյանին եք մեղադրում եթե դուք կամ ընդ մեկը ասում է Գագիկ Ծառուկյանը ասել է ես մտցնելու եմ քեզին որ ծառուծի վանդակը դրա համար էլ վրեժ ա լուծում վարչապետը բայն շպտի նա նախ վրեժ լուծելը որն է 21-րդ դարում ձեր վարչապետը տենց բան նախ ինչի համար է Ծառուկյանը տենց բան ասել որովհետև ձեր վարչապետը Ծառուկյանի տղային էր բան ասում Ծառուկյանին էր բան ասում Բելարուսի շպիոն է հա ասել էր Բելարուսի շպիոն Ծառուկյանից ի՞նչ Բելարուսի շպիոն Ծառուկյանը սաղկանք Հայաստանում ապրած բարեգործություն արած մեր պարոն Ծառուկյանն է Ինչ էր ասել էր եթե ասում ես ես շպիոն եմ ապացուցի եթե չես ապացուցում արի Այսինքն հիմա չի ապացուցել, մնացել է տակու Ծառուկյանից ուզում է վրեժ լուծի։ Ես վստահ եմ, պարոն Ծառուկյանը ուժեղ կամք ունեցող տղայա, մարդ է, պարոն Ծառուկյանին այտենց գետնին գցելով չկարանալով այդ կենթանիների դեմ արշավով այդ մնացածով ավելի եք դուք ցուցադրում Ծառուկյանի հզորությունը։ Դա անցանք առաջ։ Հիմա պետական դավաճանությունից է կարա խոսում։ Հիմա մի հատ պրանկերներ կան, Վովանն ու Լեքսուսը, Կարապետյան Նարեկի ուժեղ Հայաստանի առաջին համարի էջում, ես առաջին անգամ այդ տեսանյութը իր էջում եմ տեսել, Իրիկուն 3 չառաջորը, որ գցեց Կարապետյան Նարեկի իր էջին։ Երբ Վովանն ու Լեքսուսը զանգում են այդ թուրք ԵԱՀԿ նախագահին, Սիմիօղլուին, չեմ անունը կարող է սխալ ասեմ։ Մի հատ ինձ անունը կհուշեք, կհիշեցնեք անունը։ Ուրեմն Չէ, այդ ուրեմն զանգում են պրանկերներ ռուս Վովանը եւ Լեքսուսը, այս թուրքին, ասում են պարոն Սիմիօղլու, չգիտեմ, անունը եթե սխալ ասեմ կներեք, դա մի քիչ բարդ հասկանուն արտաբերելը։ Ասում են Նիկոլ Փաշինյանն է ձայնը փոխած, բան զանգում են Վովանն ու Լեքսուսը, պրանկերներ են Նիկոլ Փաշինյանի ձայնով, ասում են բարև ձեզ, մենք ընտրություններում հաղթեցինք, բան տուդի ոնց էս ինչ կա չկա, մեկը ինչա ասում ընդեից այդ թուրքը, ասում է դուք կաթողիկոսին ձեր կփոխեք, այսինքն այս մի կողմը հասկացանք պրանկերներ են, այն մյուս կողմը հո ԵԱՀԿ նախագահն է Հո ասում է փոխելու եք ձեր կաթողիկոսին, այս մյուս կողմը ասում է կփոխենք, խաղաքարտերը իմ ձեռքում են, այդ պրանկերներն են ասում, այս կողմից ասում է ուժեղ Հայաստանի աջակիցները մենակ շատ են էլի թռնում դեմքիս, իր հետ դեմ պայքարում մեզ կօգնեք, ընդդեմ այն թուրքը ասում է, հա ոնց պայմանավորվել ենք, ամեն ինչով կօգնենք, այսինքն, եթե նման զրույց պրանկերները տանում են Նիկոլի անունից թուրքի հետ, այն թուրքը ընդուշ չի ասում, ինչ կաթողիկոս
Վատես դու ինչ փոխել, բան, եթե կապնվում է այդ խոսակցությանը, նշանակում է այդ խոսակցությունը եղել է։ Նայեք, նշանակում է այդ պրանկերները գիտեն, որ տենց խոսակցություն եղել է։ Նշանակում է իրանք ցանկանում են Նիկոլ Փաշինյանի Թուրքի հետ գործարքի գնալը սեփական ժողովրդի դեմ ցույց տան։ Ոնց է Նիկոլը ուզում մեր կրոնը փոխի, մեր կաթողիկոսին փոխի, ոնց է ուզում Նիկոլը հայերին բերթերն ու ԱԱԾ-ները նստացնի, մենակ Թուրքի հրանգները կատարի։ Այս ամեն ինչի բացահայտումը ձեզ չի ասում, որ Նիկոլը պետական դավաճան է ու իր պետական դավաճան լինելը կոծկելու համար Թևանյան Անդրանիկին է բռնում, Արեգնաց Մանուկյանին է բռնում, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչյանի վրա նոր գործեր հարուցում, Գագիկ Ծառուկյանին ինչ որ կենթանիների աբսուրդ գործով է տանում ԱԱԾ մեկուսարան։ Լավ, ես չեմ հասկանում։ Դուք Այս ամեն ինչի տակից, այ Նիկոլ, հլա արի հասկանանք, ո՞նց եք դուրս գալու։ Արա լավ դու հավերժ Հայաստանի վարչապետ ես մնալու։ Արա դու այնքան հանցանք ես գործել, երբ որ դու վարչապետի պաշտոնից հեռանաս, Սահակաշվիլին փառք ես տալու։ Զելինսկի ապագան հեսա առաջիկան որ ըլնի, այ դրան փառք ես տալու դու։ Դու այնքան պետական դավաճանություն, այնքան ապօրինություն, այնքան ժողովրդավարության ոտնահարումներ, այնքան մարդու իրավունքների խախտումներ, այնքան սպանություններ, այնքան Հայաստանի Հանրապետության հողի վաճառքներ ես արել, այնքան քո վրա բան կա, որ եթե քեզ ամենամեղմ ձևով օրենքին համապատասխան դատեն, ամենակիչը 500 տարի կնստես, այդքան հանցագործություն ես դու արել, ու դու Գագիկ Ծառուկյանի նման մարդուն տանում ես, գցում ես ԱԱԾ պատվալը, առյուծներին ես սատկացնում, թիմակիցների հետևից ես այդ մարդու ընկնում, ամոթ ու հազար ամոթ, չեմ կարա չանդրադառնամ Գագիկ Ծառուկյանի այդ սանիկ սպորտսմեններին, սաղին ճանաչում եմ, երբ որ ես Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտթևի նախագահն էի, այդ բոլոր այդ Արսեն Հարությունյան, Արթուր Ալեքսանյան, այդ բոլոր բառեցները տո Նազիկ Ավդալյան, նայեք, ես մի հատ բան եմ պատմում հիմա, ես 4-5 տարի եղել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտթևի նախագահ, Գագիկ Ծառուկյանի մարդ տեսակի մասին եմ պատմում, ինձ 4 տարի, առաջի տարին, չէ, այն մնացած 4 տարին, ամեն տարի մարտի 8-ին կանչել է իրա մոտ, ասել է ամենաթանկանոց ծաղիկը, ամենաթանկանոց դուխին կտանեք երիտթևի երեխեքով կբաժանեք Նազիկ Ավդալյանին, Ռիփսիմե Խուրշուդյանին, այս մեկ, արա անձամբ իմ ձեռով տարել եմ Նազիկ Ավդալյանից տուն Գագիկ Ծառուկյանի անունից ամեն մարտի 8-ին ու ապրիլի 7-ին նվեր եմ տվել, այնքը Այդպես ուշադրություն է ցույց տվել սպորտսմենների նկատմամբ։ Իմ աշկի դեմը մարդկանց տներ ա տվե, նիվեք ա տվե, ավտոներ ա տվե, գումարներ ա տվե, էլ ինչ էլ որ տվելա չեք տեսել, էդ էլ կարամ ասեմ ինչեր ա տվե, ուրիշ երկրներ գնալու մարզական հավաքներին մասնակցելու փող չեն ունեցե, 20-30 հազար դոլար գումար ա տվե, տոմսի փողն ա տվե, հյուրանոցի փողն ա տվե, այնտեղ մնալու, ուտելու, ապրելու փողն ա տվե, նույնիսկ ձեր հաքի սպարծիվքի փողն արա Գագիկ Ծառուկյանը տվե։ Այսօր այդքան տղություն չունեք, հելնեք կանգնեք, ասեք Գագիկ Ծառուկյանին օլիմպիական կոմիտեի նախագահին ապօրինաբար են ձերբակալել։ Լավ, քաղաքականությունից չեք հասկանում, հելեք ասեք ախպեր այդ մարդը բարեգործ մարդ է, սպորտսմենների կողքը կանգնած մարդ է, այդ մարդը ինչ արե կենթանիների համար դատապարտում եք։ Մի խառնվեք քաղաքականությանը, չէ, չեք ասի, գիտեք խի չեք ասի, որովհետև դուք սաղըտ Նիկոլի ու Նիկոլի հետ կապ ունեցող մարդկանց հետ կապնվել եք։ Գագիկ Ծառուկյանը ձեր համար ինչ արել է արդեն անցյալում է, դուք նոր բաներ եք ուզում, որ ձեր համար անեն։ Իսկ հիմա Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է, ինքը ոնց պետք է անի, ինքը չի կարա ֆիզիկապես անի, չէ, ամոթ է։ Չեմպիոն տղեկ եք, դրոշ բարձրացրած տղեկ եք, ամոթ է, այն մարդով սաղկյանք ձեր մեջքին ա եղել, ձեր կողքն ա եղել, ու ես ասում եմ, ոչ մեկ ինչ չի խնդրել, որ ես այսքան ասեմ, ոչ էլ ես մի հատիկ բան ավելացնում եմ, ես մենակ 4-5 տարիների ընթացքում միշտ տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյան այդ սպորտսմենների համար է անում, այդ ժողովրդի համար ինչեր է անում,
դուք չգիտեմ, առնվազն պետքա վատ մարդ լինեք, որ այսօր լռեք, որ չաջակցեք Գագիկ Ծառուկյանին, որովհետև ինքը ձեր համար շատ բան է արել։ Ու նես չի ինքը հայ ժողովրդի հայաց գիտեմ ինչ-որ իրավիճակն էլ ընենց է, որ ինքն է ճիշտ։ Արդար դրեք կուսակցությունը մարդը ձեները հավաքել է ստորի նման դուս թողեցին խորհրդարանից։ Այդ 60,000 քաղաքացու ձայնի վրա թքած ունեցան, հանեցին, շպրտեցին խորհրդարանից, կենթանիներն են խլում այդ մարդու, իրան են տարեհացը, ընենց այդ մարդը ճիշտ արա, խոսացեք, ընենց բան չի արել, որ դուք խոսակ պաշտպանեք, քաղաքացիները ձեզ ասելու նորը լավ էսում է պաշտպանում, ամոթը էն է, որ հիմա մենք ունենք, և այս Նիկոլի թեման կիսատ թողեցի, մենք որ ասում էինք Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ խոսեց վեհափարից, մեր կրոնից, Նիկոլը այդ ժամանակվանից սկսեց եկեղեցու դեմ արշավ սկսել, ծիծաղում եք մեր վրա, ասում եք լավ է, արա, դե տենց դրա այդ կապ չունի, բա հիմա այս ԵԱՀԿ նախագահի հետ զրույցը պռանկերների հետ, ձեզ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը թուրքի ագենտ է, ամենաառաջի շպիոնը, պետական դավաճանը ինքն է։ Դա ձեզ ինչ-որ բան ասում է, թե ոչ։ Եթե չի, այ այն տղեկին եմ ուզում հարցնեմ, այն փողոցային տղեկին, որ Նիկոլի համար ձեն էիք բերում։ Լավ է, ախպեր ջան, լավ ձեն եք բերել։ Սիմիօղլուի համար եք ձեն բերել, ԵԱՀԿ նախագահ, Թուրքի համար եք ձեն բերել։ Շնորհավորում եմ ձեզ, ախպերներ ջան, ապրեք շատ, ավտորիտետնի, գողական, հարգանք ունեցող տղեկ եք, Թուրքի համար ձեն բերող տղեկ եք, արա դուք։ Ձեզնից ինչ գողական տղեկ։ Անցանք առաջ։ Ուրեմն մի հատ խնդրում եմ, էլի այս կոշտ ձենով խոսացող արհեստական երևույթի նկարադրեք, լսենք ինչ ասում, հետո ես այս երկու տեղերի սպառողների բողոքը հայտնեմ Հայլի ակումբում ու այսօր ավարտենք մեր եթերը։ Արտադրամված Հայաստանի Հանրապետության արտադրամված ելքը ասում են եվրոպական այնպիսի շուկաներ, որոնք մինչ օրս մեզ համար անհասանելի են։ Սրան լսեք, էլի խնդրում։ Ես ձեզ ասեմ, արտահանումների հետ կապված կա նաև արդենիստ մտավախություն, որ ծավալները այնքան մեծ են ու մեր արտադրանքի պահանջարկը այդ շուկաներում այնքան շատ է, որ կա մտավախություն, որ շատ չարտահանենք, որպեսզի մեր ներքին սպառման համար ինչ-որ աշխարհ մնա երկրում։ Հիմա ասենք լուրջը, հələ մի հատ սրա ձեն է նայեք, էլ ուզում եմ, այս ովքեր են, արա, այս ովքեր են, այս ինչ են, արա, ծիրան ծախողները լացում են, արա, ծիրանը թափում են գետնին, արա, ծիրանը մեր բակում կենտրոնում, բանջարեղենի խանութում 40 դրամով են, արա, կիլոն ծախում, այսում ես եք ինչ խապում, ծաղիկ ծախողները, արա, 1000 դրամով զովքում 20 հատ ծաղիկ են դնում ծախում օր, արա, 1000 դրամով այդ ծաղիկը բաժանի հլը, 20 հատ ծաղիկը անում է 100 դրամ անում, արա, 100 դրամից քիչ անում, արա, անում է 50 դրամ հատ, արա, 1200 դրամանոց ծաղիկ է, դուք շուկայի մաման նայ ոնց եք լացացրել, մարդիկ չեն կարում փող աշխատեն, մարդիկ չեն կարում ապրեն, ձեր պատճառով, արա, ձեր վարած անատամ, անհեռանկար, արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանի Հանրապետությունում բանջարեղենի, մրգերի, ծաղիկի սպառողները տոտալ տնտեսական էմբարգոյի տակ են, արա, բամբ ձենով նստել է ստե, ասում ես իրոն ծաղողները պետք է ուղարկեն, որ ծիրանը կարողանանք մենք ներքին սպառ, այ եթին 40 դրամա ծիրանից ներքին սպառում, դուք հիվանդ եք, արա, դուք մարդկանց էշի տեղ եք դնում, արա, հա, այդ եթիմն էլ քեզ չէի ասում, ծիրանին էի ասում, որ հանգարց չդատեք, է դրա համար, ասենք իմ 2 միլիոն, էլի ասեք բերեք տվեք, դե դուք մենակ էդ եք կարում անեք, նայի, եթերով ասում եմ, եթիմը քո հետ չէի, բայց սաղ է հասկացամ, որ քո հետ էի, որովհետև դուք բացի մարդկանց խափելուց, մարդկանց էշի տեղ դնելուց, մարդկանց, արա դուք մարդկանց վրա թքած ունեք, դու տենում ես այս Տարոն Չախոյանին նա ինքը ծիրան ծախողներ, ձեզ էշի տեղ ա դնում, Նիկոլի կողքի չգիտեմ էսով ա, Նիկոլի ինչն ա, խորհրդականն ա, պոակի պետն ա, ֆեյքերի պատասխանատուն ա, ադրբեջանական նյութերի տարածման լայքերի ապահովման պատասխանատուն ա, ով ա, այս մարդը, ասում ա, այնքան մեծ արտահանում կա ծիրանի, որ պետք է ստոպ տանք, որ Երևանցին, Արտաշատցին, Գյումրեցին ծիրան ուտի, արա, թե չկա ծիրան, արա Հայաստանում, արա դուք հասկանում եք, ըստ է, նայեք, ասեք ես 100%-անոց Սանդրակով, եթե մարդ սուտ խոսա, ասես դե լավ,
չափազանցնում է 20%, ասենք օրինակ, չգիտեմ, մի 10,000 ящик ծիրան արտահանեին, ասեր 20,000 ящик են արտանում, լավ, դե ասեիր մի պետական պաշտոնատար անձ է, ուզում է սեփական կառավարության այդ բաց հետևը պահի, մի քիչ ստատիստիկ տվյալ ավելացի, արա նա ինչ աբսուրդ սուտ է խոսում, ուրեմն ես մի հատ բիզնեսմեն ծիրան արտահանող, հələ չեմ տեսել, որ Եվրոպա ծիրան է արտահանում, ուրեմն լիքը ընկերներ ունեմ ծաղիկի գործանող, Կենտրոնում, Երևանում, շատ ընկերներ ունեն, որ ծաղիկի գործ են անում, արա սաղ կռկռում են, ասում են Նիկոլը մեր գլխին ես ինչ օին դրեց, չենք կարող փող աշխատենք, տեղի փողը տանք, արա որ վարձով վերցրել ենք, որ ծաղիկ ենք ծախում, ասում է ախպեր, արտահանում այնքան մեծ է, պետք է արտահանումը ստոպ տալ, որ ներքին սպառումը, որ հայ տղաները ծաղիկ չեն գտնում, ասում արա, որ առնեն իրանց զույգերին տան, հասկանում եք, ասում է ծիրան չեն կարող առնեն ջեմ փագեն, էլի այնքան ենք արտահանում Եվրոպա, լավ ով եք դուք այ սատախոսներ, այ հայ մարդու ատամները հաշված, Թուրքին ծառայող, Թուրքի առաջ կզած, հայկական սիմվոլները ատող, հայ ժողովրդին ատող, հայ արյունը ատող, հայ թշնամիներ, դուք ձեր արած բոլոր հանցագործությունների համար պատասխան եք տալու, ոչ ձեր ձերբակալություններից ենք վախում, ոչ 1000-ի տեղը 10,000 հոգի է ձերբակալեք, այդ 10,000-ի աղբերները, բարեկամները, երեխեքը, ընկերները, հարևանները, մեկը 10 է դառնալու խոսացող, այ որ ինձ հիմա ձերբակալեք, 10 հոգի ավել մարդ գալու է հայլիում խոսա, այն բաներից ինչից ես եմ խոսում, ոչ էլ վախենում եք ձեր ձերբակալություններից, սաղ չափ ու սահմանները անցել եք, մեր երկիրը արդեն բացահայտ ծախում եք թուրքերին, որը իշկարում եք, այն մարդիկ էլ ովքեր ձեր գաղափարներին ու արած կեղտոտություններին դեմ եք, տանում եք կեսին, սպանում եք կեսին, շանտաժ եք անում, վրեքները բաներ եք գտնում, առնում եք, տանում եք ձեր թիմ, ենք կեսինը տանում եք, բերդերը փագում եք առանց մի հատի կարա կաշառք բաժանողի դեմք ցույց չտվի, կարա ասեիք էսա, էսի, ասենք չգիտեմ, Գագիկ Պետրոսյան, Արամինա, բաժանել է այսքան կաշառք, էս էլ իրա տված սռոկը 7 տարի, արա այդքան մարդ է կբռնե, 1000-ից ավել, մի հոգի չի դատապարտվել կաշառքի գործով, որ գնա իրա պատիժը կրի, արա դուք գործ կարող, մարդկանց վրա շառանող, երկրի իշխանությունը բռնած զավթող, կուսակցությունների մուտքը աժը ապօրինաբար չթույլատրող, Թուրքին ծառայող երևույթներ եք, այն այսօր էլ ամենավերջում ասեմ, Արարատ ցեմենտի, BMW-ի մնացած Գագիկ Ծառուկյանի գործարաններ, որ պլոմբել եք դեմը մարդիկ բողոքի ակցիա են անում, Արարատ ցեմենտի մոտ մի հատ մարդ ասում է Նիկոլ Փաշինյանը գործերա կարում, այս իրա ձեռագիրն է, այսօր չգիտեմ, էդի ասել է ինչ-որ կառավարության նիստներ, թե հարցազրույցեր, չգիտեմ որտեղ էր, ասում է այո, ես սպառնում եմ Արարատ ցեմենտի աշխատակիցներին, թող իրանց բերանները քիչ բացեն, դուք հասկանում եք 21-րդ դարում, այս մարդը արդեն մարդկանց ազատ կամ արտահայտվելու եւ կարծիք հայտնելու իրավունքի վրա է բռնանում, ես ուզում եմ այդ կեղծ եվրոպական կառույցներին, այդ իտալական, բրիտանական, ֆրանսիական, բելգիական, ուզում եմ իրանց ուշադրությունը հրավիրեմ, վերջին հաշվով Եվրամիության, ՄԱԿ-ի գրասենյակների ներկայացուցիչներին մեր երկրում, ուզում եմ հասկանամ, Նիկոլ Փաշինյանը ձեզ այնքան պետք է, որ դուք 21-րդ դարում առաջին քրիստոնեությունը ընդունած պետությունում տեսնում եք, ինչպիսի մարդու իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, ինչպիսի շինծ ու քրեական գործեր են կարվում, ինչպիսի ապօրինություններ է տեղի ունենում, ինչպիսի ձայներ են գողանում, արա, ու ձայն չեք հանում։ Ուրեմն ես 29 դպրոցում եղել եմ վստահված անց կենտրոնում, էդ էլ ասեմ ու անցնենք առաջ։ Վրաստանից էին մեր մոտ դիտորդներ եկել, այդ վրացի աղջկան ու տղային, երբ որ վերջում ես հարցրեցի, ասեցի ըստ ձեզ Այդ որ սրտի կարած մայկեքով նիկոլականները գալիս էին ընտրելու, այդ որ խցիկների մոտ 3-4 հոգով էին հավաքում, ասում էին, սա օրինական է, ինչի չեք ֆիքսում, ասում էին, մենք ամեն ինչ տեսնում ենք, մենք ամեն ինչ ֆիքսում ենք, բայց ցավոք չենք կարող արձանագրել։ Այդ է պարզ չի, որ Եվրոպան իր դիտորդներին ասել է գնացեք, տեսեք,
ամեն ինչ, լսեք ամեն ինչ, փակեք ձեր աչքերը ամեն ինչի վրա, փակեք ձեր ականջները ամեն լսածի վրա, թողեք եկեք հետ ձեր երկիր ու ասեք, որ Նիկոլը արդար կարելա, բայց Նիկոլը նույնիսկ այսքան ռեպրեսիաների արդյունքում, նույնիսկ այսքան դիտորդների աջակցության արդյունքում եվրոպական, նույնիսկ այսքան պետական պաշտոնատար անձի իր դիրքը չարաշահելով 48%-ից ձայն ավել չի կարացել հավաքի։ Ես ուզում եմ ասեմ, որ Նիկոլի օրերը հաշված են վարչապետի պաշտոնում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլի հրահանգներն են կատարում եւ իրագործում են ապօրինություններ, Նիկոլի հետ պետք է պատասխան տան։ Շնորհակալ եմ։